Ուրեմն ձախ ոտքիս սրունքն էր կոտրվել, աստիճանի վրա, աստիճանների վրա սահեց ոտքս, թացեր ու ջարդվեց, ոտքս կոտրվեց, ձախ ոտքիս սրունքը։ Ուրեմն այդ կապակցությամբ ուրեմն դիմել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի, այսինքն վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունք, որտեղ հերթապահում էր այդ նույն բաժանմունքի օրդինատոր Լևոն Սամվելի Մկրտչյանը, որը դրանից 1 տարի առաջ 9 տարեկան տղայիս թևին սուտ գիպս էր դրել, իբր թևի ոսկորը ճաքածա, որը բացահայտվեց այլ բժիշկների կողմից, այդուհանդերձ ես այլևս պարունակություն չունեցա եւ չբարձրաձայնեցի։ Երբ որ ես ուրեմն եկա արդեն ընդունվեցի այդ տրավմատոլոգիայի բաժանմունքը, ուրեմն մոտ 10 օր ինձ ուրեմն ոտքիցս ծանրոց կախած սպասում էին, որ երբ պիտի գումարները բերեն։ Եվ քանի որ այդ իրենց պահանջած գումարը $1000 կարգի փող էին ուզում, Լևոնն էր ասում հենց, ուրեմն դա համատեղելի չէր դոցենտի աշխատավարձի հետ, ես ընդամենը ստանում էի 120,000 դրամի չափով, իսկ $1000 այն ժամանակ 482,000 դրամ էր։ Ուրեմն քրոջս աղջիկը զանգահարեց Ռուսաստան, այնտեղ քույրս ընդ էր ապրում, Թոշակառույա ինքը, որ կարող եք $1000 կարգի փող բերել, այդքան փող են ուզում, ոտքը ջարդվել է։ Դե ասեցին կբերեն, քույրս հավաքում է այդ $1000 եւ իր հաշվին էլ իր բանով, իր թոշակի հավաքած ինքնատերի տոմսն առնում, գալիս է այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ արդեն հանդիպում է տրավմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Կիրակոսի Մանուկյանին։ Մանուկյան Կարենը, որ իմանում է, որ քույրս եկել է Ռուսաստանից, գինը փոխում է, ասում է $1500, բայց իջնելու տեղ ունեմ։ Քույրս էլ ասում է, ես բերել եմ ձեր պահանջած գումարը սկզբնական, $1000։ Կարենը վերցնում է այդ $1000 արձեղն ու դնում իր կաբինետում գրքերի արանք, քրոջս ներկայությամբ։ Որից հետո, որին հաջորդում է, ուրեմն արդեն վիրահատությունը, որտեղ ուրեմն անզգայացում կատարվում է անեսթեզիոլոգի կողմից, մեջքիցս, ուրեմն ողնուղեղից, սակայն բժիշկը չի գալիս, Լևոն Մկրտչյանը, Լևոնը չի գալիս։ Անցնում է մոտ 10 րոպե, արդեն ուշացել է 10 րոպե, այնտեղ աղջիկներից մեկը այդ վիրահատարանի, ասաց չբերեմ զանգեմ, չեկա ուշացավ, որովհետև անեսթեզիոլոգ անզգայացնում է, դա ժամանակ ունի, որից հետո էլ արդեն մարդը զգում է, քիչ բանաթուլանում է էլի։ Այդ պահին մեկ էլ ես պարկած եմ արդեն անզգացված, մեկ էլ մի երգ լսեցի, գեղեցիկ է Երևանը, նաման ավանդ գիշերը։ Ես պարկած տեղից հետնայմ տնամ Լևոնը, մատերն էլ ճտտացնում է հետը, տակ տալիս։ Ու փոխանակ 10 րոպե ուշացել է, փոխանակ ամիջապես այդ գործը սկսի, հիմա դե երգում է, պտտվում է։ Ըստ երևույթին նաև ինքը ստապ վիճակով չէր։ Այդտեղ աղջիկներից մեկը ասեց Սամվելիչ, 10 րոպե ուշացել ես, 5 րոպե էլ երգում ես։ Մարդը անզգայացված է, ժամանակը գնում է։ Ասեց վարակույրը քաշեք ու սենց օրորվելու։ Պետք է ես ենթադրում, որ նա նաև ստապ չէր։ Վարակույրը քաշեցին իմ առաջով, որ ես տեսնեմ, այդպես է իրաց կարգը,
ու սկսեց ինքը նաև բան էր անում երբ եկավ արդեն շուրոպները ձգելով ախտը կոնստրուկցիա է դնում ուրեմն նա ձայնակցում էր բանին դրելին այդ որ ձգում են հետը ու ձեներ էր հանում ամեն մի շուրոպի հետ ես բան էի անում որ սա տպավորություն է դրել որ ես լրիվ բան եմ եղել անզգացված ներքևի մասն ա եղել այսինքն գոտկատերից ներքև երկու ոտքս էլ հա այո գիտակցությունս աշխատել է իմ տրամբանությունը ես տեսա որ ինքը նորմալ չի էլի նորմալ մարդ դες բաներ չեր անի արդեն սկսեց ես ցավ էի զգում կողքից անհետեզովն է կողքից նստած էր մի նորմալ մարդ էր նստած էր ասեցի ցավ եմ զգում բանա այս մարդը կրկն է ցավ ես զգում ասի հո դե արդեն ուշացրել է ընդեից գոռաց համբերի վերջին շուրուպն եմ ձգում էլի տենց բանի ոճով էլի ոչ նորմալ ոճով ոչ նորմալ եւ ինչ դրանից հետո սետս վատացավ շնչառությունս արդեն կտրվում է անմիջապես տարան վերակենդանացման բաժին դեից իջեցրին ածուխն աչքերից տենց իջեցրին ուրեմն այդտեղ սիստեմաներ միացրին ուշագնաց եմ լինում այդտեղ ես միացրին ուրեմն սիստեմաներ բանի եւ շնչառություն տվին եւ սիստեմա միացրին որից հետո ուրեմն ես որ արդեն ուշագնացությունը փրկում են ինձ այդ վիճակից ուրեմն ես տեղեկացա որ իրանք ինձ հակաթույն են ներարկել հակաթույն ներարկում են փրկել երակային ներարկում եւ դրանից հետո առողջությունս այլևս ուրեմն հնարավոր չէ նորմալացնել շատ վատ վիճակում էի սարսափելի ծանր ուրեմն հետազոտություններ սկսեցին տարբեր բուժ հաստատություններում ու ասես դիմեցի նաև այդ նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչի ուրիշ բաժանմունքներն եմ դիմել տնօրինությունը ընդառաջել է որ ես մարդուն հետազոտ եք եւ այլ եւ մի շարք փաստեր են ուրեմն բարձվել մասնավորապես ուրեմն ոտքից մեջ ինֆեկցիա էին մտցրել որը խափում էին ասում կալենդր խափում ասում էր Արտուր բախտը չի բերել տրոմբոֆլեբիտա այդ քննարկումների ժամանակ տնօրինության հետ որ արդեն տեղյակ էին որ այսպիսի բաներ են արել Կարեն ու Լևոնը ուրեմն այդպես փորձում էր մոլորեցնել որ բանա տրոմբոֆլեբիտա այդ ժամանակ վիրաբուժության գծով փոխտնօրենը նախկին ասաց ոնց կա մի ամիս հետո տրոմբոֆլեբիտ լինի հնարավոր չի Կարեն ասաց բացեք ինտերնետը եւ կարդացեք 6 ամիս հետո էլ կարա լինի տրոմբոֆլեբիտը կարա 300 տարի բարդություն տա ավելացրեց Կարենը ուրեմն նախին այդ փոխտնօրենը վիրաբուժության գծով Ավակյան Ռոբերտ եթե չեմ սխալվում ասաց լավ բայց դեպքում ինչու չէի բարգացնում ու տրոմբոֆլեբիտը բուժում Կարենը ընկավ տրամաբանական փակողի ուրեմն այսպես ասած նույնությամբ կրկնում եմ ուռած ցենց երկարացնելով մտածում է եւ խոսում է ուռած Էդի համեմատաբար ուռած եղել, չի եղել տրոմբոֆլեբիտի բարդություն։ Աբսուրդ։ Պնդում էի, որ նույնիսկ 300 տարի 6 ամիս հետո չգիտեմ ինչ, բայց հիմա երբ որ արդեն բուժման հասնա, տրոմբոֆլեբիտ չի եղել։ Հաջորդ։ Ռենտգեն հետազոտություններով պարզվեց, որ հեռացված է ոտքից սրունքից, կոտրված ոտքից ծախս սրունքից 11 սանտիմետր երկարությամբ և 2 սանտիմետր լայնությամբ ոսկոր։ Ոտքի ես երկայնքով։
ընդ որում այնպիսի դիրքից էին հանել, որը դիմացից եւ կողքից ռենտգենների մեջ չէր երևում։ Եվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կատարած ռենտգենի մեջ դա չէր երևում իրոք։ Բայց երբ որ այլ բուժ հաստատություն գնացի, նոր մեծ բժշկական կենտրոն, այնտեղ ռենտգենային, այնել ցիֆրավոյ թվային 3 դիրքով նկարեցին եւ ոտքս արդեն պատտեցին, իհայտ եկավ վիրաբուժական ակցիանով, ինչպես ռենտգենով կտրտած ոսկորը, որը բացակայում է 11-ը 2-ի վրա։ Ուրեմն այդ քննարկումն իմիջիալից 9 անգամ քննարկում է տեղի ունեցել նախկին տնօրինության կողմից։ Երկուսին է կանչել են Կարենին Լևոնին եւ ինձ։ Եվ իրենք են մասնագետները նստել իրենց վիրաբուժության գծով փոխտնօրեն եւ էլի մարդիկ են բուժաշխատողներ։ Ուրեմն երբ արդեն բացահայտվել է ոսկորի հեռացման փաստը, կա ռենտգենը, կա ռենտգենոլոգիա արձանագրությունը, Կարեն Մանուկյանը երբ ես հաստատվեցի, բա ոսկոր ինչու եք հեռացել իմ ձախ կոտրված ոտքի 11 սանտիմետր 2-ի վրա։ Նա ասաց, այդ ռենտգենոլոգը անգրագետ է, միլիմետրի փոխարեն սանտիմետր ա գրել։ Իբր եղել այնտեղ միլիմետրի ոչ թե 11 սանտիմետրը, այլ եղել է 1.1 միլիմետր օրինակի համար, 1 միլիմետր։ Այդտեղ երևի փշրանք է, իստիրան նկարագրություն։ Ես էլ հաստատվեցի, բա ասեցի ռենտգենը, ես ֆիզիկոս եմ, լավ եմ հասկանում ռենտգենն ինչ բան է։ Ասեց ռենտգենը աշիպկա է տվել։ Դե ասեցի ոնց կա, աշիպկաները որ ոչ մի բան չերևա, որ կտրատած թափված երևում է, դրա աշիպկան ո՞րն է։ Եվ ավելացրի, ասեցի ավելին, ձեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ռենտգեն նկարում էլ է երևում, отсутствует костный фрагмент, приблизительными размерами 11 на 2 сантиметра. Բացակայում է ոսկորը, ծախ կոտրատու 11-ը 2-ի վրա, ընդունում երևում է պուստոյ участок, երրորդ պտուտակից, շուրուպից, վինտից, միջև 7-րդ, ոսկորը չկա, այնտեղ կոստոցիաները շուրուպներով ձգել են։ Այդտեղ էլ աշիպ կատվել, ասեցի։ Բնականաբար պարզ է, որ սուտ է խոսում։ Ուրեմն վիրաբուժության գծով փոխտնօրենը հանձնարարություն տվեց։ Ուրեմն ռենտգենոլոգ Օլիայից, պոլիկլինիկայի ռենտգենոլոգ, ստաժավոր կին է, ուժեղ մասնագետ։ Վերցրեք ռենտգենը եւ հիվանդանոցի ռենտգեն բաժնի արմանի հետ, իր բառերն եմ կրկնում, ռենտգեն բաժնի արմանի հետ նայեք ու պացիենտի հետ։ Դու ուրեմն Կարենը, Լևոնը, պացիենտը մեկ էլ արմանը ռենտգեն բաժնի։ Ուրեմն վերցրի ես գնացի, իրանք ոչ մի բան, գնացին ու գնացին։ Վերցրի ռենտգենը, բերեցի, տեղեկացրի, որ ռենտգենը բերել եմ, եկեք նայենք, տարային այդ մարդու մոտ ռենտգեն բաժնի վարիչներ երևի արմանը։ Այդտեղ ուրեմն բայց Կարենն ու Լևոնը չեկան այդ քննարկմանը։ Սակայն այդտեղ եւս մեկ անգամ հաստատվեց, որ բացակայում է ոսկորը, այս մարդու ոտքի մեջ ոսկորը չկա։ Ուրեմն ավելին պարզվեց, որ կոնստրուկցիան, այսինքն այդ պլաստինկան, որ ձգել են, հակառակ կողմից են ձգել։ Ուրեմն պիտի ներսի կողմից նային դրսից են դրել։ Ընդ որում ոսկորները ֆիքսել են իրարից հեռու։ Ու դա քիչ չի այդ արանքով կոտրվածքի մի շուրուպ են անցկացել, որ հանկարծ կոպում տեղի չունենա։ Հաստորեն ոսկորները կտրել են թափել, կոնստրուկցիան սխալ տեղադրել, արանքով կոտրվածքով շուրուպ անցկացրել, ինֆեկցիա մտցրել։ Այսինքն նախապատրաստել են ոտքս, ինչպես բժիշկներն են փաստում, ամպուտացիայի, անդամահատման, ձախ կոտրած ոտքս։ Քննարկվեց նաև ուրեմն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրինության ուրեմն գլխավորությամբ քննարկվեց նաև
թույն ներարկելու հարցը։ Ես ասացի, բա թույնը ինչու ներարկեցիք ինձ։ Ասաց, մենք ոսկորի մեջ բան չենք սրսկում։ Ոսկորի մեջ նկատի ունի, որ ոսկորները կտրելա թափել, ոսկրածուծը բացվել է, դրա մեջ նյութ են ներարկել։ Ոչ միայն այդտեղ, նաև երակից մեջ ու ողնուղեղից մեջ։ Դա ինչու եմ հիմնավորում։ Իմ ազդրեից բռնեցին Լևոնն ու Կարենը, բարձրացրին վիրահատարանում ու ողնուղեղից բան սրսկեցին։ Ու հետո հանգիստ իջեցնել չկարողանալու կամ ուղղակի բաց թողնելու արդյունքում ես հետույքով հարվածեցի վիրահատական հետ սեղանին։ Ֆիզիկորեն ասած ազատ անկում։ Մենք ոսկորի մեջ բան չենք սրսկում, ախր ինչ ունենք ասма սրսկելու։ Թույն որտեղից կարող է լով ոտիդ մեջ թքելա։ Դարձյալ միջամտեց վիրաբուժության գծով փոխտնօրենը, ասաց, ես էլ եմ տենում։ Վիրահատարանում հիվանդի սիրտը վատացել է, շնչահեղձ է եղել։ Տարել են վերակենդանացման բաժին։ Ուրեմն փրկվել է հակաթույնի երակային ներարկմամբ, իսկ էպիգրիզում գրված է ուղեկցվող հիվանդություն երիկամային խիտ։ Այսինքն ինչ են արել, որպեսզի ծածկեն թույն ներարկելու փաստը, իրենք ուրեմն գրել են իբր ինձ մոտ տեղի է ունեցել երիկամի պրիստուպ։ Այդպես կեղծ էպիգրիզ են տվել։ Հաջորդ փաստը, երբ որ բացահայտվեց ու դարձյալ քննարկում գնաց, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ պրիստուպների մեջ եմ, ասի կարող ասեի մնացած կտորներից է, դե հիմա չգիտեմ, ամեն ինչ հասկացում ես։ Դրա համար պարզելու համար, թե ասեի մնացած կտորները որտեղ են մտցրել, անզգայացած մարմնից մեջ, վիրահատարանում, երբ որ անզգայացած վիճակը։ Ուրեմն Կարենը ասաց, ասեղը լովն է մտցրել, խոստովանեց, մենք ընկեր կդառնանք։ Ես ասի, դու պետք է ասես, ինչ այլանդակություններ ես արել լովիդ հետ միասին։ Գուցե հնարավոր լինի այս վիճակս թեթևացնենք, շատ վատ եմ, ծանր վիճակում եմ։ Ոչ կարում եմ քնեմ պրիստուպներից, նույնիսկ ցավազրկողներն են դարձել աննպատակ։ Մի հատով չեմ բաղում, երկրորդ ցավազրկողը խմում եմ մի կետ մի քիչ էլի չի։ Ընդ որում, քանի որ Կարենը եւ Լևոնը ստախոսներ են, մանիպուլյացիայով են զբաղված նաեւ, դա իրենց բնութագիրն է։ Ես ամեն անգամ ինչ էի անում, միացնում էի դիկտաֆոնը հեռախոսից, որովհետև այսօր որ մի բան ասում են, վաղն ասում եմ, ես դες բան չեմ ասել։ Կա ձայնագրությունը։ Ընդ որում, դա այն ձայնագրությունն է, որը կատարվել է դիմացը Զովք սուպերմարկետի առաջ, երբ ես կանգնացի եկավ ասաց բարև Արտուր, պատահական հանդիպում։ Հա, որ եկավ, ինքը մտավ բան, ինքը մտավ Զովք, հետո որ դուրս եկավ, մինչև դուրս գալը, ես ասի սա գալու էլի ինչ-որ բաներ խոսա սուտ, որովհետև միշտ սուտ բաներ խոս, ինձ հանդիպում էր խոսում էր, պատահական։ Միացի դիկտաֆոնը դրեցի գրպանս, եկավ դուրս եկավ արդեն Զովքից, բարև Արտուր, ասի բարև, ասեց ոնց ես, ասի ձերած այլանդակությունների պատճառով շատ վատ եմ։ Այդտեղ, որ ասեց ասեղը լովն է մտցրել, մենք ընկեր կդառնանք, այդ ձայնագրությունը կա։ Ես էլ ասեցի, դու պետք է ասես ինչ այլանդակություններ ես ասել, արել լովիդ հետ միասին կցանալ ես վիճակս թեթևացան։ Ասեի մնացած կտորները որտեղ ես մտցրել, որտեղ եք մտցրել եւ այլ։ Բա կասեմ, նստեց իր մեքենան գնաց ու ոչ էլ ասեց, ոչ մի բան չասաց, իր խոսքի տերը չավ։ Իսկ լովը քննարկման ժամանակ իր ասած, իր բարորը եմ ասում,
լովը քննարկման ժամանակ ասաց Մանուկյանն էլ է դավադրությանը մասնակից, բայց ինչու նրան բան չեք ասում տնօրենի այն ժամանակ։ Դե Մանուկյանն էլ ընդամենը ուզում էր ամեն ինչ գցի լովի վրա էլի, այդպես, որի ինձ ասում էր, երբ լովի հեռացման հարցն էր դրված, ինձ ասում էր Արտուր լովի արածները մի գրի, այդ սա իմ հանդեպ ես անում, ես տեղյակ չեմ եղել։ Երբ արդեն լովը արդեն որ պլստած, արդեն այդ բանը, ես բայք ես ամեն ինչ ես կանեմ, ես վիճակից կհանեմ, կարենը։ Լովը պլստած թաքնվեց, գոնե չաս է ծարի ոտըտ մտցած ասը հանեմ այդ աղա։ Պատկերացնում եք։ Ուրեմն կարենը մի հատ երկու հատ դիպրոսպան սրսկեց մի շաբաթ ընդմիջումով դա ցավազրկողա, որ երկար ժամանակ պահում, այլ ենքան որ ձևական է ցավ չզգամ ոտս։ Բայց մնացածն էլ այդ նյութերը որ ներարկել է, բայց դրանց ազդեցությունը չի անցնում։ Ու հետո ինչ պարզվեց, ավելին, այդ 5 փաստերը, որ ես շարադրեցի, ուրեմն ինֆեկցիա մտցնել, ոսկորները կտրել, թափել, թույն ներարկել, ասեղը մտցնել, ասեղը ուրեմն մտցել են ոչ թե ձախ կոտրած ոտս, որը վիրահատել են ճակերտների մեջ, այլ աջ առողջ ոտս են մտցել ասեղը, այսինքն ձախը նախապատրաստել են ամպուտացիայի, դրանով չեն բավարարվել, աչի մեջ էլ ասեղ են մտցել։ Ես այսպես եմ հասկանում, որ դա արել են որպեսզի ուրեմն մինչև ես մեկը որ ամպուտացիա են նախապատրաստել կտրեն ձախ ոտս, դե $1000 արդեն վերցրել են, հələ այդ իբր այդ վիրահատության համար, հետո ամպուտացիայի համար ուրիշ գներ ավելի թանկ, ամպուտացիական, հետո այն մյուս աջ ոտս թե այդ ասեղից գանգրենա կտա, թե ինֆեկցիա ուրիշ, խոսքով երևույթներ կառաջանան, մեկ էլ նրանով կզբաղվեն, բիզնես են անում էլի, մեկ էլ մյուս ոտս կկտրեն, դրանով կզբաղվեն։ Այդ նպատակը իմ հասկանալով, որտեղ այլ տարբերակ չկա, ինչ գործ ունեն իմ աջ ոտի հետ, չկոտրված ոտի, էլի, ախր տրամաբանությունն է դա։ Մարդիկ են ասում են, ասեղը մոռացել են, ուշադիր չեն լսում, էլի, ասում եմ, ասեղը ոչ թե ձախ ոտս են մտցել կոտրած, որը վիրահատել են իրանց, այլ աջ ոտս են մտցրել, որը ոչ մի կապ չունի դա հետ։ Երբ որ այլ բուժ հաստատությունում ուրեմն մի կերպ ոտս փրկեցին ամպուտացիայից ես ձախ կոտրած, ուրեմն ես ասացի բժիշկ աջ ոտս էլ է ցավում, ասաց ոնց կա աջ ոտը ցավ, ինչ կապ ունի աջ ոտը ձախի հետ, որ անեկդոտ ես պատմում, ասում ոնց կարող խապում, ուրեմն ինչ պարզվեց, երբ որ ձախ կոտրած ոտս ուրեմն մի կերպ փրկեցին ամպուտացիայից, ցավերը մեղմացավ, արդեն մյուս ոտից ցավը զգացի նոր։ Եվ 11 ամիս անց ասեղը հանեցինք սևացած, ռեակցիա էր տվել մեր, կա ֆոտոնկար ասեղի, ինչպես ոտքի սպին, որտից հանվել այդ ասեղը, եւ նաեւ կա Կարեն Մանուկյանի ձայնագրությունը, որ ասեղը լովն է մտցել, մենք ընկեր կդառնանք։ Իմիջիայլոց բանն էլ ասեց Լևոնն էլ նրան ասեց գնա Մանուկյանին ասա, արդեն ուրիշ բան ասում է, Մանուկյանն ասա սուտ մի խոսա, բանա, ոսկոր բանը ինքնա օպերացիաներ գնա իրան ասա ուրա ոսկորներդ ոտիտ, այսինքն ոսկորներն էլ կարեն նա հանել, ոսկորներս թափել, ըստ իրենց բազաբանողների։ Եվ այսքանից հետո, երբ ուրեմն դեպքը տեղանց է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին, այս դավադրությունը, որից հետո, երբ ուրեմն քրեական, ես դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին իմիջիայլոց, որ այս փաստերն արդեն հայտ եկան, դիմեցի, ուրեմն մարդու իրավունքների պաշտպանը ուրեմն արձանագրել է, որ տեղի ունեցել մարդու ապրելու իրավունքի խախտում, այսինքն ինձ մահափորձ են արել, որը վերահասցրագրել է ոստիկանության նորնորքի բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Թիվ
17, եթե չեմ սխալվում, 888, 217։ Այդ քրական գործը հարուցվել է, ուրեմն դա կոծկվել է բոլոր օղակներում։ Ավան եւ նույնը վաճառել քնչական բաժին, դատախազություն, հետո բողոքը ներկայացվել։ Առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան։ Որոնք իրենց որոշման համաձայն իմ իրավունքները չեն խախտվել։ Այսինքն ստացվում է ոսկորներից օրինակ երկու փաստ եմ միայն ասում, ոսկորները ձախ կոտրած ոտի կտրատել թափելը, իսկ մյուս առողջ աջ ոտը ասեղմացնելը դա իրավունքների խախտում չի։ Վճռաբեկ դատարանն էլ այդպիսի որոշում կայացրեց, նույնը, որ ձեր իրավունքները չեն խախտվել։ Լիլիթ Թադևոսյանի գլխավորությամբ վճռաբեկ դատարանի նախագահի այն ժամանակ 2017 թվականի միջև, եթե չեմ սխալվում, 20 թիվը այդ կոծկվեց այդ բոլոր օղակներում։ Ես էլ իրանց գրեցի, որ դե եթե չեն խախտվել, այդ որոշումը կայացնող դատավորների ոտը մի հատ ասեղ մտցնենք նման ձևով, եթե դա լավ բան է։ Նրանք անարձագանք թողեցին այդ իմ գրությանը։ Ուրեմն դրանից հետո նոր փաստեր էլի հայտ եկան։ Պարզվեց, որ երակից մեջ էլ նյութ են ներարկել, օտար մարմիններ են լցրել։ Ինչպես? Ուրեմն դա պարզվեց բանով, ուլտրա իմիջինգ բժշկական կենտրոնի կողմից դուպլեքս հետազոտությամբ, որ երակի մեջ բաներ կան, օտար մարմիններ։ Բայց թե ինչ, ասում է դուպլեքսը ցույց չի տալիս, թե ինչ է։ Մենք ցույց է տալի, որ դա բանալ լուծված։ Եվ ուրեմն նաև Արմենիա ՀԲԿ-ում, Հանրապետական բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվեց, որ նաև ոսկրածուծիս, ոտից ոսկրածուծի մեջ նյութ կա ներարկված։ Որոնք ոսկորները կտրատել են թափել, ոսկրածուծը բացել, նյութ են ներարկել։ Դարձյալ իրանք ասում, չգիտենք ինչ է մեջը, բայց կա, որ կա, դա փաստ է։ Դրանք պարզելու համար ես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեններին, 3 տնօրեններին բոլոր, նաև ներկա տնօրենին Նարեկ Զեյնալյանին, դրանից առաջ Արման Վակիմյանին, ուրեմն եւ ավելի առաջ Մինասյանին ներկայացրել են, որ իրենց կանչեք ուրեմն բան է հարցակնության, բայց ինձ հետ, որպեսզի պարզաբանենք քննարկման, բայց այդքանի որ այդ վերջի երկուսը ուրեմն ավելի ուշ է բացահայտվել, այսինքն արդեն Արման Հովակիմյանի եւ Նարեկ Զեյնալյանը վաղ է եղել։ Ուրեմն կանչել են դրանց, որ եկեք քննարկման, իրենք հրաժարվել են, քանի անգամ։ Իրենք բժշկական կրթություն ունեն, երկուսն էլ, Կարենն էլ, Լևոնն էլ, ես էլ բժշկությունից, ինչպես ասում են, կիլոմետրերով հեռու մարդ, բժշկությունից, իրենք խուսափում են ինձ հետ գալ քննարկման, որովհետև լավ գիտակցում են իրենք, որ բժշկական փաստաթղթերի հիման վրա, ուրեմն բացահայտումները, որը ես ներկայացնում եմ, ինչպես հիմա ներկայացրի, իրենք չեն կարող դրան պատասխանել։ Մասնավորապես, ինչու ես ոսկորներից կտրել թափել, ինչու ես ոտս ասեղ մտցրել, ինչու եք ինֆեկցիա մտցրել, ինչու եք թույն ներարկել։ Եվ այդպես ոչ մի անգամ չեկան։ Իսկ երբ արդեն 2024 թվականի հունվարի 15-ին ես արդեն ես ամբողջ ուրեմն փաստերի առնչությամբ ուրեմն ես հաղորդում տվեցի հանցագործության մեր գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին, նրա ուրեմն
հանձնարարությամբ Ավան եւ նոր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց երկրորդ անգամ արդեն քրեական գործ։ Նշեմ, որ առաջինը, որ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործ հարուցվեց, քրեական գործը հարուցվել էր միայն Լևոն Մկրտչյանի նկատմամբ, չգիտես ինչու, բայց 2024-ի արդեն հունվարի 30-ին, որ քրեական գործը հարուցվեց Ավան եւ նոր վարչական շրջանի քննչական բաժնում, արդեն նրան նաեւ հանցակից Կարեն Մանուկյանի նկատմամբ, այսինքն եւ Լևոնի եւ Կարենի նկատմամբ քրեական գործը հարուցվեց։ Սակայն քննչական բաժինը ոչ մի քննչական գործողություն չի կատարում։ Անգործության է մատնված։ Մասնավորապես միջնորդություն եմ ես ներկայացրել, պարզել, ուրեմն ոսկորներս ով կտրեց թափեց, որը արձանագրված է ռենտգենոլոգի կողմից եւ կա ռենտգեն նկար։ Ընդորում երկու ռենտգեն նկար, երկու բուժհաստատ, մեկը նորմալ բժշկական կենտրոնի, մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորչի պոլիկլինիկայի, որոնք փաստում են, որ ոսկորը չկա։ Եվ կա ռենտգենոլոգի նորմալ բժշկական կենտրոնի ռենտգենոլոգի եզրակացությունը։ Ով է ոսկորներից կտրել թափել, կամ Լևոնն է կտրել թափել, կամ Կարենն է կտրել թափել։ Լևոնն ասում է Կարենն է կտրել թափել, ասում է նրան ասա, սուտ մի խոսա։ Ինքն է օպերացիան արել։ Հիմա քննիչը պետք է պարզի ով է ճիշտ ասում։ Կարող է Լևոնն արել ունակի համար, կարող է Կարենն արել, կարող իրար հետ են արել, մի քիչ արել են, ես չգիտեմ։ Պետք է դա պարզել, քննիչը չի պարզում։ Իմ միջնորդությունը թողել անպատասխան։ Նույնը աջ ոտից մեջ ով ասեղը մտցրել, Լևոնը թե Կարենը։ Պետք է քննիչը պարզի, Կարենն ասում է Լևոնն է մտցրել, ձայնագրությունը կա։ Բայց կարող է Լևոնը չի մտցրել, Կարենն է մտցրել, դա պետք է քննիչը պարզի, չէ։ Դա համար միջնորդությունը դարձյալ անպատասխան։ Ով թույն ներարկեց, իմիջիայլոց բուժաշխատողները այնտեղ այդ վիրահատարանի նկատել են, որ երբ որ Կարենն ու Լևոնը մեջքով ծածկում են նրանց տեսադաշտը, նրանք նկատել են, որ Կարենը գրպանից հանեց շպիրից։ Իսկ բժիշկները փաստում են, որ վնասվածքաբանը խիրուրգը չի սրսկում, անեստեզիոլոգն է սրսկում, ինչ գործ ուներ շպրիցը Կարենի ձեռին։ Այնուհետև ուրեմն քրեական գործ, ինչպես նշեցի, հարուցված է երկուսի նկատմամբ 2024 թվականի հունվարի 30-ին, ուրեմն անցել է արդեն այս 2025-ի հունվարը անցել է մի տարի եւ հեսա շուտով կլրանա 2 ամսից կլրանա բանը 3 ամսից կլրանա 2 տարին, որ քննչական բաժինը չի պարզել դեռևս այս փաստերը։ Ես ուրեմն ելնելով այս ամբողջ այս փաստերից, որոնք նկարագրեցի, այդ խոշտանգումների 5 փաստերը, ես ուրեմն ներկայացրել եմ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն, Ավան եւ նոր վարչական շրջանների դատախազություն։ Կաշառք վերցնելով ինձ ուրեմն մերժել են, որ իբր ներկայացված փաստերը բավարար չեն հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Այն ինչ փաստեր ներկայացնեն, մի հատ վիզս կտրեին, որ նորասեիք բավարար են, դե ոսկորներից կտրեց թափեց, ասեղը մտցրին, թույնին, ինֆեկցիա մտցրին։ Էդել ասեմ, Լևոնը վերջում ոտից կոճը ոլորեց, կոտրած ոտքից, որից ես գոռացի վիրահատարանում։ Ու ամբողջ բուժազնակազմը տեղյակ է այդ դրա մասին, այդ ներկա մարդիկ, որոնք վիրահատարանում էին։ Երբ որ ես ասացի, բա Լևոնը ինչու այդ քննարկման ժամանակ ասի, բա Լևոնը ինչու ոտից կոճը ոլորեց, կոտրված ոտքից։ Կարենն ասաց, ջերերը բացելու համար արել։ Մի խոսքով, դատախազությունը, ուրեմն Ավան եւ նոր վարչական շրջանի դատախազությունը պատճառաբանել է, որ բավարար չեն
փաստերը։ Ոստի հանրային քրական հետապնդում հետեւաբար կալանավորում չի լինի։ Որը ես բողոքարկել եմ Առաջինատյանի քրական դատարան, որը նույնպես կաշառք է վերցրել միանշանակ, նման փաստերի դեպքում այլ տարբերակ չի կարող լինել, ինչպես ասում են, սիրուն աչքերի համար չեն մերժել։ Դարձյալ մերժել էին։ Իմ բողոքը իբր անհիմն է, ուստի այն մերժվում է։ Հաջորդը վերաքննիչ քրական դատարան եմ բողոքարկել։ Նույնը ինձ մերժել են, որ ես սխալ եմ, նրանք ճիշտ են, որ ոտս ասեղ եմ ուծել, ոսկորներս կտրել են տապել ճիշտ են, երկու փաստ եմ մենակ ասում, նրանք ճիշտ են արել։ Նույնը վճռաբեկը, բայց այս անգամ վճռաբեկը հետ է վերադարձրել։ Իբր 300 քրական դատավարության օրենսգրքի 394-97 հոդվածներին չի բավարարում։ Մինչդեռ խիստ հիմնավորված է իմ փաստաբանի կողմից, որ միանշանակ բավարարված են հատուկ վերանայման բողոքի 394 եւ 397 քրական դատավարության օրենսգրքի հոդվածներին։ Այսինքն ըստ վճռաբեկ դատարանի ստորադաս դատարանների կողմից եւ նաեւ Ավան եւ Նորնոք վճռական շրջանի դատախազության կողմից ուրեմն քրական դատավարության օրենսգրքի որևէ հոդված չի խախտվել եւ իմ իրավունքները չեն խախտվել ու այդպես հետ է վերադարձել, որից հետո հաղորդում եմ տվել կոռուպցիայի մասին հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի ուրեմն քննիչը մերժել է իմ բողոքը կոռուպցիայի մասին, դուք փաստեր առերևույթ հանցակի մասին փաստեր չեք ներկայացրել։ Այսպիսի պատճառաբանությամբ, որը բողոքարկվել է վերադաս դատախազին, գլխավոր դատախազության, ուրեմն դատախազ Արմեն Փանոսյանին։ Իսկ այդ քննիչը հակակոռուպցիոնի Ավետյան անունը շիշեցի սպայն, Ավետյանն է կայացել, որը ուրեմն վերջինս Արմեն Փանոսյանը նույնպես բողոքս մերժել է։ Դարձյալ մերժել է։ Հիմա բողոքը գտնվում է արդեն հակակոռուպցիոն դատարանում, դեռևս որոշումը չեմ ստացել, սակայն իմ խորին համոզմամբ նայել է կեղծելու, միանշանակ, դա իմ կարծիքն է, դեռ չեմ ստացել, ես Նաստրադամուսը չեմ, բայց համոզված եմ, իմ ներքին համոզմունքը դա է, որ դարձյալ մերժվելու է, որովհետև ոչինչ չի բանարվել, ուրեմն ոչինչ արդար չի կատարվել, դե եթե մի անգամ, երկու անգամ, երեք անգամ եւ այլն, եւ մի շարք միջդատական ուրեմն այդ process-ներ, միջդատական այդ բոլոր ակտերը կեղծվել են, մի շարք։ Մասնավորապես քրական գործը հարուցվել է սխալ հոդվածով։ Իբր ուրեմն այսպես է, եթե չեմ սխալ 195-րդ հոդված, ուրեմն երկրորդ կետ թե որն է, կարող է ճիշտ չասեմ, բայց համենայն դեպս այդ հետեւյալն է, որ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք ուրեմն պատճառելու բանով, հոդվածով։ Մինչդեռ փաստերի տեսնում ենք, որ դա մահապոց է 100%-անոց եւ կասկածի 1% կասկածի այստեղ տեղ չկա, որ ես հիմնավորել եմ դարձյալ։ Բոլոր այդ միջդատական ակտերը նույնպես միջդատական այդ կայացվել են կեղծ որոշումներ։ Սա որպես հաղորդում մեր դատական ատյաններին, եթե կան այդպիսիները դատական ատյանում, դատական մարմիններում, կան այդպիսի մարդիկ, որոնք հետամուտ են արդարադատությանը, նրանց հաղորդում եմ տալիս, որ այս դատական համակարգի այս կոռուպցիային միջոցներ ձեռնարկել, ուրեմն դադարեցնել եւ ուրեմն իրականացնել արդար դատաքննություն եւ այս երկու հանցագործներին անհապաղ կալանավորել։ Ժողովուրդը մեղք են։